Քննադատի ամենայնիվ դուք լավատես եք։ Բացարձակապես լավատես չեմ ես, աղջիկս, չէ։ Նկատի ունեմ մեր ճակատագրի մասով։ Մեր ճակատագրի մասով, եթե սենց շարունակվի, ես ընդհանրապես մեր ճակատագրին տալիս եմ մաքսիմում, եթե լավագույն դեպքում, որ մերոնք բան անեն, մեր ազգը ընդհանրապես սիրում է կենցաղում, գոնե իր կենցաղը կառուցելու որոշակի մոտիկ հեռանկար ունենա։ Չեմ ուզում իրանց հեռանկարի վրա բանը ջուր լցնեմ, ուզում եմ ասեմ գոնե մի 15 տարի։ Եթե սենց գնաց, խաղաղ ձև Հայաստան դառնալու է, անունով կարող ամնա ասենք, որպեսզի ասենք ՄԱԿ աշխարհի պետությունները այդքան բան չանեն, չընդվզեն, ասենք Թուրքիայի, վերջը բանը դրանց սանկցիաների տակ չմտցնեն թուրք-ադրբեջանական պետություններին, մի 15 տարի կարող անունը պահպանվի որպես հայկականություն, բայց մեր տարածքում մնալու են ոչ հայրենասեր հայերը, որոնք ծառայել են թուրք-ադրբեջանական բանին, բիզնեսին ու նրանց բոսերին ու նրանց բանակային իշխաններին, գեներալիտետին։ Ուղղակի ռեստորանային, ասենք հյուրանոցային ծառայություններ են մատուցելու, մեր ազգից մնալու են դրա։ Ոնց որ ասենք մի քանի տական մնացել են Ստեփանակերտում, այնտեղ, ասենք, ստեղ մնալու են մի 15-20 հազար կամ թող 100,000 մարդ մնա։ Ես մտածում եմ, որ սենց եթե երկար շարունակես, մեր ազգը երկար չի դիմա։ Եթե մանավանդ, ասենք ադրբեջանցիների բնակություն հաստատեցին ստեղ։ Ես այն ժամանակ կրասնասեր, ես ինքս ճամբարակից եմ։ Կանգնում էի ճամբարակում այն ժամանակ դիմացս թուրք էր, այս կողքը թուրք էր, այս կողքը թուրք էր, ետևը թուրք էր։ Հիմա եթե թուրքերը եկան այդ նույն իրանց տարածքները նախկին, թուրքերի թիվը եղել է 160,000 մարդը համարով, ես էլ գիտեմ անգիր, ընդամենը 160,000 մարդ, բայց նրանք ձևակերպելու են, որ իրանցից ծնվածները, նրանց թոռները եւ այլն վերջի 30 տարում մոտորապես իր հետ կազմում են, ասենք, միլիոնին մոտիկ մարդ։ Եթե այդ միլիոն մարդը մտավ Հայաստան, նրանք դիտավորյալ պրովոկացիաներ են սարքելու, դիտավորյալ հայ աղջկան վիրավորելու են, հայ աղջկա թևից քաշելու են, հայ աղջկան փախցնելու են, հարսանիքի տեղից հայ հարսնացուին փախցնելու են, ոնց որ ժամանակին իրանք միշտ արել են։ Գրգռելի են մեր հայ տղամարդկանց, եթե տղամարդիկ դեռևս այդ որոշ չեմ ուզում խիստ խոսքեր ասեմ, եթե թասի բառը թուրքերեն է, եթե այդ պատվի զգացումը դեռևս մեր մեջ կա, մեր աղջիկներին կանանց նեղացնելու են միջազգային բանը խժդժություններ են առաջացնելու, որ թուրքական բանակները կան կողմից Արաքսից են Թուրքիայի բանակից որոշ ստորաբաժաններ, այս կողմից Ադրբեջանի մտնեն ու ասեն մենք ոստիկանական ֆունկցիաներ ենք իրականացնելու մեր ազգի արդեն ստեղ բնակեցված ազգի, որ մենք սիրով գրկաբաց այսօր մեր կառավարությունը գրկաբաց ասում թող գան, ինչ ա եղել, թող գան առևտուր անենք, մեր պետականությունը ոնց որ կանաչի ծախելու ու առնելու վրա հենված լինի, ոնց է հնարավոր։ Թուրքերը այսօր խորը արմատական բան են մտածում, պլանավորված իրանց 100 տարվա պլանները չեն փոխվել, անգամ ցեղասպանությունից առաջ ու հետո մինչև այսօր։ Մենք ասում ենք կգան առևտուր կանենք, պոմիդոր կծախենք, պոմիդոր կառնենք եւ այլն, ասենք, կանաչի կծախենք, կանաչի կառնենք։ Ձեզ այնքան ասելիք կա, ես գիտեմ որ դուք ես հիմա դուք էլ եք ասենք անապեր, ես հենց թուրք հայկական։ Այսօր Սամվելի մասին ես արդեն ավելի քիչ եմ ասում, Սամվելի զոհվելու օրն է վաղը չեմ իսօր, ես այդ օրը ամեն ինչ կասեմ։ Այս պետական երկու դրոշների չախոնարելու ենք ներքև Հայաստան եւ Արցախ։ Իմիջիայլոց էլ ասեմ, բոլոր տղեկ հարգանքի արժանի են։ Ուղղակի իրանց ծնողները ես չգիտեմ ոնց են մտածել, որ ասենք որ հայաստանցիները դրել են միայն Հայաստանի դրոշ, ես ասես պատերատ նայեցեք, միայն Հայաստանի դրոշն է, արցախցիները դրել են միայն ներողություն աղջիկս, Արցախի դրոշը։ Ես դրել եմ եւ Հայաստանի դրոշը եւ Արցախի, լինելով հայաստանցի, ճամբարակից։ Ուզում ասեմ Թուրքին պետք է ճանաչես, որպեսզի կարաս Թուրքի հետ հարաբերվես։ Թուրքը այսօր մեր վրա ծիծաղում են։ Էրդողանն ու Ալիևը որ իրար հետ են, չեմ ասում ում վրա են ծիծաղում, որ մեկ էլ ինձ վերջը ներվերս առանձնել ես գիրք եմ գրում, գոնե գիրքը գրեմ նոր մեռնեմ Սամվելի։ Ավարտեք մանու մի տարի ու կես էլ այդ գիրքը կտրեմ։ Ես մի փոքր ուշ միացա, Սամվելը ձեր որդին է, ճիշտ է։ Հա։ Խնդրեմ աղջիկս։ Խնդրեմ։ 44 օրյա պատերազմի ժամանակ է զոհվել ինչ հանգամանքներում։ Հա, սպանվել է հայ տականքների կողմից։ Գնդի հրամանատարի եւ Սամվելի երկու տեղակալներ։ Ես իրանց եմ ողջամիտ կասկածներով կասկածում։ Ես կուզեմ որ մեկ-մեկ, ոչ թե մեկ-մեկ ավելի շատ Սամվելին ցույց տակ, այն կողմից էլ կնայենք, հեսա գնանք։ Քան թե իմ խոսքը թողնանց էլ հնչի առանց ինձ տեսնելու։ Ես կուզեմ որ Սամվելի մեր ժողովրդի տեսնի։ Սամվելը իր բռնաժիրետը հանել է տվել զինվորներից մեկին, տեսելով որ իրան բանը շպրտել է ու փախնում, հա։ Իրան բռնաժիրետը շպրտել է որ թեթևացած վազի փախնի փրկվի աղջիկս։ Գնդապետ է եղել։ Փոխգնդապետ է, դա բա ձեր օպերատորը կա այստեղ, հա։ Թող ինքը ցույց տա։ Երբ է զոհվել Սամվելը։ Վաղը չէ մյուս օրը կլինի արդեն 5-րդ տարին, ամսի 29-ին, 3-րդ օրը։ Դուք պատկերացնում եք Ալիևը պատերազմից հետո, այդ տականք Ալիևը գնացել է Սամվելի գումարտակ մտել։ Ես մեր ժողովրդի պատերազմից հետո, ես մեր ժողովրդին հարցրել եմ, ասում եմ,
Ալիևը խի պիտի գնա մտնի գումար տակ։ Ալիևը պրեզիդենտ մարդ հա, կարա մտնի պրեզիդենտի աշխատակազմ, կարա մտնի բանակի շտաբ, խի պիտի գնա մտնի գումար տակի շտաբ, գումար տակ մտնի։ Որովհետև իրան հետարքիր է եղել, որով ա եղել Սամվել Սահակյանը, որ երկու օր իր զորքին թույլ չտվել մի մետր առաջ գան։ Ոայ դրա համար իրան հետարքել է այդ հրամանատարը ու մտելա, եթե նա մտներ որպես հաղթող պրեզիդենտ, նա կմտներ մի հատ գեներալների ուղեկցությամբ, սպաների ուղեկցությամբ, նա մտել է իրան կնոջ ձեռը բռնած։ Կնոջ ձեռը այսպես բռնած կա վիդեոն դրա։ Ես կարող եմ ձեզ հենց հիմա այս հարցազրույցից հետո ցույց տալ։ Մտել է ինքը կնոջ ձեռը բռնած ու մի հատ ժպիտ, որ ինքը Հայաստանի մասին խոսալուց բերանն ու կամ ռեխես կամ բացում Հայաստանի ղեկավարության մասին ամենավերևարական խոսքերով խոսում եւ այլն, Սամվելի մոտ մի ժպիտ դեմքին չկա։ Գիտես թե մտել է հարազատի պանիխիդայի։ Այդ բառի հայերեն ինչ ասեցի։ Մտել է այդտենց հարգանքի, ուրիշ բացատրություն չկա։ Դե լավ, եթե նա մտել էր որպես հաղթող, էլ իր անրեխ իր բնույթի համապատասխան պետք է բացեր եւ այլն եւ այլն։ Ընդամենը մի հատ sense բանա թեվա sense ցույց տվել, որ քեզ էլ հաղթեցի այ հզոր տղա, այդ խոսքերով չի ասել։ Ուղղակի իրան գործ բանա ժեստով ցույց է տվել, բայց դրանից հետո անգամ էլի դեմքին մի ժպիտ, գոնե կես ժպիտ չի։ Որ իր հետախուզությունը զեկուցել է, որ դավաճանների միջոցով այս տղային հրամանատարին խփել են, Թուրքի պրեզիդենտը հայ ուժեղ հրամանատարին հարգում է, հայ տականքներ իրանց հզորին հետևից խփում են։ Դե հետևից երրորդ դասան երեխան էլ կարա մարդ խփի, դա չի նշանակում նրանք Սամվելի գոնե 5% հզորություն ունեցել են տականքները։ Սամվելի երկու տեղակալին եմ կասկածում եւ գնդի հրամանատարին, ում էլ տարել են այսօր դրել Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիայի պետի տեղակալ։ Ինչ պետք է նա սովորացնի ապագա սպաներին։ Թե ոնց են կամբատին հետևից խփում, գումարտակ հրամանատարին ոնց են հետևից խփում։ Ես նրան ասում մարդասպան պետություն նրա պաշտոնը բարձրացնում է։ Եթե ես սխալ եմ ասում, թող ինձ կանչեն քննչական մարմիններ, ասեմ պարոն Սահակյան, սխալ ես ասում, ինքը չի ձեր տղայի սպանությունը կազմակերպել։ Ես իրան դեմքին եմ այդքանն ասել, որ դու ես քեզ եմ կասկածում։ Եվ Սամվելի միշտ մարտական գծով տեղակալի։ Ես կուզեմ այս կողմից էլ մի հատ, եթե օպերատորի համար դժվար չի Սամվելին այս կողմից էլ մի հատ նայենք։ Այստեղից էլ եմ, ես եմ ես սարքել։ Ես միլիոնատեր չեմ սովորական։ Մեն այն պետության սարքածն է։ Ես երկու կողմից իմ տղային դե սենց սարքել եմ, այստեղ էլ ճիշտ նայած ռուսերեն եմ գրել, դե երկու տեղն էլ չուզեցի հայերեն գրեմ, այն իմաստով որ ասենք տուրիստներ բան կարող է լինեն, իրանք էլ ճանաչեն։ Պատերազմի ավարտի մասին ինչ եք կարծում, հնարավոր էր ի վերջո հաղթական միանգամայն հնարավոր էր, ասենք արժանապատիվ ձև այդ պատերազմից դուրս գալ։ Ես ասել եմ, որ մեր բանակը չի պարտվել, մեր պետությունն է պարտվել։ Բանակը իրան կռիվը շարունակում էր։ Բանակ իրան կռիվը շարունակում էր, Քարվաճարի այդ տարածաշրջանը, ասկի թուրքական բանակ Էրդողանի գլխավորությամբ չէին կարագան գրավեն։ Բերձորը չէին կարագան գրավեն։ Աղդամետա չգրաված մի մետր առաջ չէին եկել։ Մերոնք սկուտեղի վրա տարան հանձնեցին, թե իբր թե Ստեփանակերտը վտանգի տակ էր։ Հա ոչինչ, թող Ստեփանակերտ թուրքերը մտնեին։ Ոչ մի բան չէր լինի։ Նապոլեոն Բոնապարտն էլ մտավ Մոսկվան։ Ռուսները դիտավորյալ Մոսկվան հանձնեցին ու իրանց բանակը վերակառուցեցին, ընդամենը 3 ամիս հետո եկան Նապոլեոնի Մոսկվայից դուրս արին, քշեցին մինչև Փարիզ, Ֆրանսիայի մայրաքաղաքում ջարդեցին ֆրանսիական զորքերին ու Նապոլեոնն էլ հետը։ Ինչ անեն, թող Ստեփանակերտը գրավվեր, եթե անգամ գրավվեր։ Ինչ պետք է լինի, ոչ մի բան։ Մի հերթական կհամարենք մի քաղաք է գրավել, անգամ եթե մայրաքաղաքի կարգավիճակ ունի։ Մոսկվայի պես Ռուսաստանի մայրաքաղաքը ֆրանսիացիները գրավեցին, բայց վերջում պատերազմը պարտվեցին։ Հա, մեծ պատերազմը ես միշտ էլ ասում եմ, իմ շրջապատում էլ ամեն տեղ էլ, որ ես մեր պատերազմը պարտությամբ չէր ավարտվի, կամ գոնե ջախջախիչ պարտությամբ չէր ավարտվի։ Նսեմացված չէինք դուրս գա այդ պատերազմից։ Արժանապատիվ դուրս կգայինք։ Հիմա կան, ես հանձնարարել որն է խնդրել եմ իմ շրջապատում մարդկանց, որոնք ադրբեջանական սայթերին հետևում են, այնտեղ ինձ մեկը ասեց, որ ադրբեջանցի սպաներից, բարձրաստիճան սպաներից ասել են, որ եթե հայերը իրանք չգային Վասկով հանձնվեին, ստորագրեին այդ նոյեմբերի 9-ի հաշտությունը, մենք էինք պատրաստում առաջարկեինք արդեն այդ հաշտությունը։ Համի շաբաթ կա, եթե ասենք դիմանային ուղակի, բայց բանակը դիմանում էր, հասկացանք, զոհեր էինք տալիս։ Իմ սարի պես տղեն էլ է զոհվել, նա խնդրում եմ, թող ես օպերատոր կուզեմ, էլ տղա ջան մի հատ Սամվելին ցույց տաս։ Ստերից թող մեր ժողովուրդը տեսնա։ 15 տարեկանից ծառայող երիտասարդ մարդ էր, հասա փոխգնդապետի, չթողեցին որ դառնա մեր բանակի ամենափորձառու ընկերներն ասում են, իրան ասում են փաստացի գեներալ էր, բայց չթողեցին որ իրավաբանորեն էլ գեներալ դառնա, մնաց փոխգնդապետ հավերժ։
Խնդրեմ աղջիկս։